Եկեղեցին եւ վարչապետը, մարդահրավերներ ու խաչմերուկներ։ Սիրեիներ, այսօր կհանդիպինք իրականությամը, որ վաղուց հասունցած էր մեր ազգի ու եկեղեցու մեջ։ Երբեմն ճշմարտությունը պետք է բացահայտվի, ոչ թե այնպիսի ցևով, ինչպես մենք կփապակեինք, այլ այն ցևով, ինչպես Աստված կորոշե։ Նման բան տեղի ունեցավ մեր օրերում։ Ոմանք հարց կուտան. պետք է շնորհակալելանք Նիկոլին, բայց հարցը սա չէ։ Մենք չենք գնահատել մարդը, այլ կատարված բացահայտումը։ Մենք չենք աջակցիր վարչապետին, այլ կփաստենք, որ բացահայտումը ինչպես ալ եղած է, անհրաժեշտ էր։ Որու կողմ է պետք է բացվեր մեր եկեղեցու այս վիճակը, եթե ոչ անոր կողմ է։ Այս սերտողության նպատակն է արժևորել ճշմարտության բացահայտման կարևորությունը, նույնիսկ երբ նա գուքա անսպասելի աղբյուրեմը։ Ոչ թե անձը կամ քաղաքական անձնավորությունը պետք է վերլուծենք, այլ մեզի ուղված պատգամը Աստուծո ցերկով։ Ինչպես Աստված կօգտագործե Պաղամի էշը խոսելու համար, ինչպես կգործե Ասորեստանի թագավորի ցերկով պատժելու համար Իսրայելը, նույնպես այսօր օգտագործվեցավ պետական ղեկավարը մերկացնելու համար անօրենությունը մեր Սուրբ եկեղեցու մեջ։ Որու ցերկով բացվեցավ սրբության դռները։ Այս հայտարարությունը, թե եթե ինքը չփանար, ով պիտի բացեր այս եկեղեցու բացը, կցոլացնե այն խորը ցավը, որում մեջ գանք։ Եկեղեցին այսօր ոչ միայն Քրիստոսի դունն է, այլ նաև մաքարող ժողովրդի դունը, որում մեջ հավատքը սպառնալիքի տակ է։ Եվ երբ ոչ սինոդը եւ իսկոպոսական ժողովը, ոչ թեմական խորհուրդները չեն արձանագրեր, Աստված կօգտագործե քաղաքականությունը որպես գործիք։ Երբեմն մենք գուցե կցանկանանք, որ այդ բացահայտումը կար մեկ ջերմագամորուկ սրբազանեմը, բայց ոչ։ Աստված ուզեց, որ ճշմարտությունը կար իշխանության բարձունքեն, որբեսի մերկանան անոնք, որ քողարկված էին սրբության թիմակով։ Այո, ցևով մը ուրախացանք, ոչ թե ուրախացանք, որ եկեղեցին խայտարակվեցավ եւ վարկապեկվեցավ, այլ որովհետեւ մեր ներքին ցավը դուրս հանվեցավ։ Մեկը փաստեց, որ մենք հիմար չենք, որ մեր տեսածը ճշմարիտ էր, բայց միաժամանակ կճանչնանք, որ մեծ ավեր եղավ։ Այո, սիրեիներ, եղավ մեծ հոգևոր ավեր, բայց այս ավերը նախապայմանն է մաքրումի։ Ինչպես Տեր Հիսուսը մդրագով մաքրեց տաճարը, այսօր այդ մդրագով կմաքրվի հայոց եկեղեցին։ Եկեղեցին չի քանդվիր ճշմարտությամբ։ Եկեղեցին կքանդվի, երբ գեղձիկը, լրությունը եւ բեմական վարվելացևը կհսկե։ Եվ այսօր ժողովուրդը կցկտի այնպիսի եկեղեցի, ուր բադարակը զարդ չէ, այլ ողբերգություն եւ ապրում, ուր Սուրբ Հոգին, եթե բոլորը լուր են, պիտի չգործե, եւ այդ լրության թեմ է, որ ճշմարտությունը դուրս բորած։ Մենք ուզեցինք, որ անոնք բացահայտվին, որբեսի գլուխները գախ մնան։ Ոչ իբրև վրեժ, այլ որպես վերապոխումի հրավեր, որպես ցայն դրվի անլսելիին, որբեսի այսուհետև ժողովուրդը չգործվի մութ միջանցքներու մեջ, այլ տեսնե լույսը։ Սիրեիներ, այս պատգամը գոչում է դեպի զարթոնք։ Թող այս պատգամը ըլլա մեր լուր աղաղակը ուղված երկինք, եւ թող մենք չամճնանք ուրախանալ ճշմարտությամբ, թեև այն եկած է մեր ճուզած աղբյուրեն, որովհետև ոչ անձին համար, այլ Աստուծո համար գաբրինք։ Եվ եթե այսօր Աստված մդրակ մահանած է եւ զարգած է մեր սրբարանը, ուրեմն կնշանակե, որ սիրով կուզե մաքրել զայն։ Թող մենք չլանք խոչընդոտ ճշմարտության ճանապարհին։ Թող մեր գլուխները խոնարհին միայն Աստուծո առջև։ Թող Քրիստոսը, որ խաչի վրա ճշմարտությունը խոսեցավ, այսօր գրգին խոսի մեր բոլորի շրթներով։ Ամեն։